Հայկական կինոյի ամենասպասված երեկոն Անահիտ մրցանակաբաշխությունն այս տարի անցավ յուրովի։ Երեկոյի բացարձակ հաղթողը Արտոյի երկիրը ֆիլմն էր, հուզիչ պատմություն Արցախի մեր կորուստների ու մարդկային տոկունության մասին։ Միանգամից 4 անվանակարգերում հաղթող ճանաչված ֆիլմը կրկին ապացուցեց, որ ճշմարիտ արվեստը միշտ էլ գտնում է դեպի հանդիսատեսի սիրտը տանող ճանապարհը։ Իրանք սաղ ֆրանսիացին, բայց այդ էր հավեսվում, իրենց բոլորին ես բերել եմ Հայաստան ու մենք սկսել էինք ամբողջ Հայաստանով, Ղարաբաղով, Արցախով ժամանակ դեր կար մեր Արցախը եւ իմ կարծիքով դա ավելի հետաքրքիր է, երբ որ կարողանում ես համել օտարին մտցնել քո պրոյեկտ։ Մրցանակաբաշխությունը նշանավորվեց նաև այլ ուշագրավ հաղթանակներով։ Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Իննա Սահակյանի եւ Ռուբեն Ղազարյանի հեղինակած Վերապրել Շեքսպիրին ֆիլմը։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմը մենակ երկուսովն էր։ Լավագույն մոնտաժի մրցանակն էլ Բնակիչները ֆիլմի համար բաժին հասավ Յաննիկ Լերոին։ Լավագույն երաժշտական մրցանակը հանձնվեց Արմեն Մարտիրոսյանին Վազգեն Վերջին սպարապետը ֆիլմի համար։ Իսկ ես քեզ եմ սիրում։ Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը նույն Վազգեն Վերջին սպարապետ ֆիլմում իր ազդեցիկ մարմնավորման համար։ Խորեն Լևոնյան, Վերջին սպարապետ, Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը հատուկ մրցանակի հանձնումն էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին հայկական կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Այս տարվա Անահիտը ցույց տվեց, որ հայկական կինոն շարունակում է խոսել բարձր, անկեղծ ու համարձակ, եւ քանի դեռ կան պատմողներ, հիշողությունը չի լռի, իսկ կինոն էլ չի դադարի ապրել։ Անահիտ կինո մրցանակաբաշխությունը կայացավ 5-րդ անգամ։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։